Հրաֆի Սամվել Արտոս Արտոսը Ռշտունյաց լեռների արքան է, նա Ռշտունյաց լեռների և հսկան է։ Նրա սոսկալի ձորերի մեջ ցերեկը տիրում է խորին մթություն, իսկ գիշերը անվերցանելի խավար։ Անպամած գիշեր էր։ Մի սարավանդի գոգավոր բարձրության վրա դեռ չշիջած խարույկի կարմրագույն լույսը երևան էր հանում մի քանի մռայլ դեմքեր, որոնք բոլորած կրակի շուրջը տաքանում էին։ Ամառային գիշերը այդ լեռան անհյուրընկալ գրկում սարցնելու չափ զովություն է շնչում։ Խարույկի շուրջը նստած մարդիկը և խոսում էին, և զբաղված էին իրանց զենքերով։ Մեկը քարե հեսանը ձեռքին սրում էր նիզակի բթացած ծայրը, մյուսը կարում էր կապարճի քանդված փոկը, երրորդը կապում էր մազեղեն տրեխների խրացները։ Մնացածները մի կողքի վրա պառկած մի առանձին բավականությամբ նայում էին կրակին։ Խարույկից փոքր ինչերով փաթաթված իրանց թաղյա հաստ վերարկուների մեջ գետնատարած պառկել էին ուրիշ շատերը։ Խավարի միջից հազիվ նշմարվում էր և վրանների մի շարք, որ իրանց ձևով հովիվների տաղավարների նմանություն ունեին։ Նրանք պատրաստված էին թանձր, բրդեղեն մուգ մոխրագույն կարպետներից, որոնք անձրևի ներքո այն աստիճան ամրանում են, որ մի կաթիլ անգամ թույլ չեն տալիս ներս թափանցելու։ Դրանց մեջ քնած էին կանայք և երեխաներ։ Վրաներից մեկը յուր վրա առանձին ուշադրություն էր դարձնում։ Նա առանձնացած էր մյուսներից և յուր ընդարձակությամբ իշխում էր բոլորի վրա։ Վարագույրները ցած էին թողած, դրսի սպիտակ գույնը միախառնվելով աստառի կարմրության հետ արտափայլում էր նուրբ վարդագույն շարավիղներով։ Երևում էր, որ ներսում ճրագը դեռ մարած չէր։ Խարույկի շուրջը խոսակցությունը դեռ շարունակվում էր։ Ամոթի մի կաթիլ անգամ չմնաց մեր երեսին, ասաց նստողներից մեկը։ Դրանից հետո մենք պետք է ձգենք մեր քոլոզները և մեր կնիկների լեչակները ծածկենք մեր գլխին։ Ինչու՞, հարցրեց մյուսը։ Դու դեռ հարցնում ես, թե ինչու, պատասխանեց առաջինը։ Նրա համար, որ մենք դրանից հետո տղամարդիկ չենք, մենք կանայք ենք, կորցրինք մեր պարծանքը, կորցրինք մեր տիկնոջը, նրանց ամրոցները կրակի ճարակ դարձան, իսկ մենք ազատել չկարողացանք։ Արժե արդյոք բոլորից հետո ապրել, այլևս ինչ երեսով պետք է նայենք աշխարհին, ամեն մարդ կթքե, ամեն մարդ կմրե մեզ։ Ուղիղ է ասածդ, բայց մենք ինչ գիտեինք։ Մենք մեր տանը նստած թշնամին գողի նման ներս մտավ և յուր ավարը տարավ։ Եթե այս րոպեիս երկնքից հանկարծ մի քար ընկնի մեր գլխին, մենք կարող ենք նրա առաջ առնել։ Այդպես հասավ փորձանքը։ Եթե առաջուց գիտենայինք, թշնամին չէր կարող ոտք դնել մեր հողի վրա։ Հիմա խո գիտենք, մեր վրեժը կառնենք և մեր նախատինքը մեր թշնամու արյունով կսրբենք։ Այդ դեռ սկիզբն է երկանց, մեջ մտավ մի ուրիշը, որ բոլորից ծեր էր և որպես երևում էր կարդացած մարդ էր։ Մեծ փոթորիկը գալու է վաղը։ Մեր իշխաններին մեր ձեռքից խլելուց հետո, մեզ անգլուխ թողնելուց հետո կփակեն մեր եկեղեցիների դռները, կպատառոտեն մեր ավետարանները, ոտնակոխ կանեն մեր սրբությունները և ապա կասեն մեզ. եկեք կրակին ու արևին երկրպագություն տվեցեք, դրանք են ձեր աստվածները։ Մեզ կստիպեն պարսկերեն խոսել և պարսկերեն աղոթել, որովհետև այդ է նրանց աստվածների լեզուն։ Մեր խրճիթները կծեփեն կովի աղբով, որովհետև այդ է նրանց սրբությունը։ Մեր մերյալներին անթաղ կթողնեն, որովհետև այդպես է նրանց սովորությունը, և մեր տաճարները կպղծեն իրանց կրակի ծուխով ու մուխով։ Հետո ով թույլ կտա, ով կընդունե, պատասխանեցին միաձայն։ Ընդունել կտան, փայտի ու մտրակի ուժով ընդունել կտան, ասաց ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։ Մի երիտասարդ, որ կողքի վրա պառկած էր խարույկի մոտ, գլուխը բարձրացրեց և աչքերը լայն բացանելով ասաց. խոսք չկա, եթե մենք ձեռքներս ծալած նստենք մեր տանը, կբռնեն մեր ականջից
քարշ կտան կրակի մոտ ու կասեն. գլուխդ ծռիր, դա է քո Աստվածը, բայց ես թույլ չեմ տա, որ նա իմ տունը մտնե և իմ ականջից բռնե։ Նա արդեն մտել է մեր տունը, պատասխանեց ծերունին։ Այդ ովքեր էին, որ եկան և մեր տիկնոջը տարան։ Ուրացողները հենց մեր տան և մեր աշխարհի մարդիկ են, մեզանից են, որ առաջնորդում են մեր թշնամուն։ Ով որ ուրացող է, մեզանից չէ, թեկուզ մեր եղբայրը և մեր հայրը լինի, մենք նրանց կկոտորենք։ Կկոտորենք, կրկնեցին մյուսները։ Այդ կտեսնենք, ասաց ծերունին։ Բայց այժմ մեր տիկնոջ մասին մտածելու է, քանի որ ռշտունյաց տիկինը թշնամու ձեռքումն է, ռշտունիքը կմնա անպատվության մեջ։ Եվ սուքի մեջ, ավելացրին մյուսները։ Բայց մեր նահապետը գնացել է, յուր հետ տարել է մեր քաջերից շատերին, Աստված կօգնե նրան, և որտեղ որ գտնելու լինի տիկնոջը, կազատե և կվերադարձնե մեզ, այն ժամանակ մեծ կլինի մեր ուրախությունը։ Խոսակցությունը ռշտունյաց տիկնոջ Համազասպուհիի մասին էր, որը Աղթամարա ամրոցի պաշարման միջոցին անհետացավ իշխանական ընտանիքի միջից։ Նրա ամուսինը Գարեգին նահապետը գնացել էր որոնելու կնոջը, յուր հետ տանելով յուր զորքերի մի մասը։ Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ մի ձայն, որ ավելի նման էր բակրի մռնչալու ձայնին։ Նա կրկնվեցավ մի քանի անգամ։ Ամենքը արին իրանց զենքերը, ոտքի ելան և լարված ուշադրությամբ նայում էին իրանց շուրջը։ Մարդիկ են մոտենում, ասաց մեկը։ Մեր գիշերապահների ձայնն է, ասաց մյուսը։ Բանակի մեջ տիրեց մի թեթև իրարանցում, շներն անգամ սկսեցին զայրացած կերպով ոռնալ։ Կես ժամ չանցած մի խումբ գիշերապահներ մոտեցան առաջիններին։ Նրանք բերում էին մեկին, որի թևքերը կապած էին քամակին, իսկ վզին դրել էին մի երկայն պարան, որից քարշ էին տալիս։ Երեսի վրա երևում էին կապտուկներ, որ առաջ էին եկել բռունցքների հարվածներից։ Լրտես է, գոչեցին բերողները։ Պետք է այրել այդ խարույկի մեջ, ձայն տվին առաջինները։ Դատապարտյալը լուռ էր, ոչինչ չէր խոսում, նա մի առանձին սառնությամբ նայում էր թե բերողներին և թե խարույկի մոտ գտնվածների վրա։ Նրա անշարժ դեմքը արտահայտում էր անձնավստահ մարդու անվեհերություն։ Պետք է այրել, կրկնեցին ամենքը միաձայն։ Ոմանք սկսեցին խարույկի վրա փայտեր ավելացնել։ Այդ ժամանակ միայն դատապարտյալը բերանը բաց արեց և հանդարտ կերպով հարցրեց. Դուք իրավունք ունեք առանց ռշտունյաց օրիորդի հրամանին այրել ինձ։ Ամենքը նայեցին միմյանց երեսին, նա ավելացրեց. կարելի է ես մի անմեղ մարդ եմ։ Անմեղ մարդը գիշերով ինչ գործ ունի մեր բանակի շուրջը, հարցրին նրանից։ Այդ ձեր գիտենալու բանը չէ, ինձ տարեք օրիորդի մոտ, թող նա դատե ինձ։ Օրիորդին այժմ չէ կարելի անհանգստացնել, նա քնած է։ Ինձ պահեցեք մինչև առավոտ, մինչև օրիորդը վեր կկենա։ Դու ով ես, որտեղից ես, ինչպես է քո անունը։ Ես ձեզ ոչինչ չեմ ասի։ Աղմուկը և աղաղակները հասան մինչև սպիտակ վրանը, որի վարագույրներից մեկը կիսով չափ բարձրացավ և կրկին ցած իջավ։ Ամենքը նայեցին դեպի այն կողմը միմյանց ասելով. օրիորդը դեռ քնած չէ։ Մի քանի րոպեից հետո օրիորդի ծեր սպասավորներից մեկը մոտեցավ խմբին, հարցրեց, թե ինչ է պատահել։ Եղելությունը նրան պատմեցին, նա հեռացավ։ Շատ չանցավ, կրկին վերադարձավ նա, հայտնեց, թե օրիորդը հրամայում է, որ լրտեսին բերեն յուր մոտ։ Այնպես կապած, կաշկանդված տարան նրան։ Սպիտակ վրանը մի թեթև շարժական պալատ էր յուր բոլոր հարմարություններով։ Նա կազմված էր մի քանի մասերից, որոնք բաժանված էին միմյանցից առանձին պարտակներով։ Յուրաքանչյուր մասը որոշված էր օրիորդի զանազան սպասավորների կացության համար, համեմատ նրանց պաշտոնին և ծառայություններին։ Մի մասում կենում էին նրա նաժիշտները, մյուսում նրա դայակներն ու դաստիարակները, երրորդը յուր քնարանն էր, իսկ չորրորդը ընդունելության խորանը։ Նա դեռ քնած չէր, թեև գիշերի կեսից վաղուց անցել էր։ Միայնակ էր յուր քնարանում և առանց հանվելու նստած էր մի գահավորակի վրա։ Բարակ շղթայով սյունից քարշ ընկած պղնձյա ճրագը, որ մի առասպելական թռչունի նմանություն ուներ,
ճարճատելով վառվում էր և յուր աղոտ լույսը թափում էր նրա գունաթափ դեմքի վրա։ Տխուր էր նա, և ավելի տխուր, քան թե մի սգավոր հրեշտակ։ Ոսկեգույն գիսակները, որ ռշտունյաց լեռնական օրիորդների գեղեցկության գլխավոր հարստությունն է, մեղմ գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները։ Աչքերի մեջ վառվում էր խորին թախծություն։ Ի՞նչն էր ալեկոծում քնքուշ սիրտը, որ ուրախ լինելու և հավիտյան ուրախ լինելու համար էր ստեղծված։ Նա մտածում էր, և այդ մտածություններն էին, որ խլել էին թե նրա քունը և թե հանգստությունը։ Մտածում էր հայրենի ամրոցների կործանման մասին, մտածում էր կորած, անհետացած մոր մասին, որին սիրում էր որդիական բոլոր տարփանքով, մտածում էր տառապյալ հոր մասին, որ գնացել էր պատերազմելու սարսափելի վտանգների դեմ, որ գնացել էր ազատելու սիրելի ամուսնին։ Եվ վերջապես մտածում էր Սամվելի մասին, որից շատ ժամանակ էր, որ ոչինչ տեղեկություն չուներ։ Ինչով բացատրել նրա լռությունը։ Այդ հարցի վրա խորելիս նա ամբողջ մարմնով դողում էր, մանավանդ երբ մտաբերում էր, որ կատարված բոլոր աղետների հեղինակը այն երիտասարդի հայրն է, որին ինքը այնքան սիրում էր, որի սիրով միայն իրան կատարյալ երջանիկ և բախտավոր էր համարում։ Իսկ նա, Սամվելը, արդյոք չէր փոխվել նա, արդյոք ինչպես էր նայում յուր հոր գործողությունների վրա։ Այդ հարցերը խելագարության չափ վրդովվեցնում էին խեղճ օրիորդին, և նա անհնարին տարակուսանքների մեջ ընկղմված ոչ մի սփոփանք, ոչ մի դրություն չէր գտնում խռովյալ սրտին։ Եթե Սամվելը հավատարիմ կմնար սիրած աղջկան և նրա տոհմին, նա պետք է հակառակեր յուր հորը, որ ատելով ատում էր այդ տոհմը։ Նա պետք է կորցներ բոլորը և զրկվեր բոլորից, միայն յուր սիրած աղջիկը շահելու համար։ Բայց արդյոք կտար նա մի այդպիսի զոհ, մի այդչափ մեծ զոհ, որով իսպառ խորտակվում էր նրա բախտը և գուցե նրա ապագան։ Եվ ինչպես ընդուներ ինքը այդ մեծ զոհաբերությունը, զրկելով Մամիկոնյանների նշանավոր ժառանգին հայրենական ժառանգությունից։ Միթե յուր սերը բավական էր լրացնելու այն անհուն կորուստը, որին պետք է ենթարկվեր դժբախտ երիտասարդը, որ յուր բարձր արժանապատվություններով երջանիկ լինելու և միշտ երջանիկ լինելու իրավունք ուներ։ Այդ դառն մտածությունների խռովության մեջն էր օրիորդը, երբ բանակում տեղի ունեցած աղմուկը գրավեց նրա ուշադրությունը։ Միայնության րոպեներում տխուր խոկումները գիտեին ալեկոծել նրա զգայուն սիրտը, իսկ երբ պետք էր սառնասիրտ լինել, այդ ժամանակ նա ուներ յուր աստիճանին և մեծապատվությանը վայել զգոնությունը։ Երբ հանցավորին կանգնեցրին վրանի հանդեպ, նա վեր կացավ, ձայն տվեց յուր նաժիշներին, որոնք խմբով ներս մտան և առաջնորդեցին նրան դեպի ընդունարանի խորանը։ Իբրև սգավոր, նա գլուխը ծածկեց մի թեթև, սևաթույր շղարշով և դուրս եկավ քնարանից։ Ընդունարանում դրած էր մի փարավոր բազմոց, որի վրա նստեց նա, նաժիշտները շարվեցան աջ և ձախ կողմերում, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էին նրա դրանիկները, հրամայեց ջահերը վառեն և վարագույրը բարձրացնեն։ Ամբողջ բազմությունը, որ կանգնած էր վրանի հանդեպ, մի մարդու նման խոնարհվեցան մինչև գետին և գլուխ տվին։ Հանցավորին առաջ բերեցին, օրիորդը հարցրեց. «Ինչ մարդ ես»։ Հանցավորը համարձակ կերպով ասաց. «Իմ պատասխանը լսելու համար թող ռշտունյաց մեծափառ օրիորդը հրամայե, որ բաց անեն իմ թևքերը»։ Ամենքը կասկածանքով նայեցին նրա երեսին, զարմանում էին անծանոթի հանդգնության վրա։ Միթե օրիորդի կյանքի դեմ փորձ անելու դիտավորություն ունի, մտածում էին նրանք։ «Բաց արեք դրա թևքերը», հրամայեց օրիորդը։ Դրանիկներից մեկը նկատեց. «Լեզուն բաց է, օրիորդ, ինչ որ խոսելու ունի իրան արդարացնելու համար կարող է խոսել»։ «Բաց արեք», կրկնեց օրիորդը։ Հրամանը կատարեցին։ Հանցավորը ձեռքը տարավ ծոցը, հանեց մի ինչ-որ բան, որ փաթաթված էր կերպասի կտորի մեջ, և հեռվից բարձրացնելով ասաց. «Ահա այդ ծրարի մեջն է իմ պատասխանը, թող ռշտունյաց մեծափառ օրիորդը բարեհաճի բաց անել և տեսնել»։ Դրանիկներից մեկը մոտեցավ, արեց ծրարը և մատույց օրիորդին։ Մի առանձին հետաքրքրությամբ, որ նրան թե բերկրանք էր պատճառում,
եւ թե ներքին խռովություն բաց արեց ծրարը, նրա միջից հայտնվեցավ մի մատանի, այդ գեղեցիկ առարկան նրան եւ ծանոթ էր եւ սիրելի, կրկին դրեց ծրարի մեջ եւ ուրախությամբ թաքցրեց յուր ծոցում, հետո դարձավ դեպի յուրայիններ ասելով. այդ մարդը լրտես չէ, դա մի բարի ավետաբեր է, իզուր դուք չարչարել եք դրան, թողեք այդ մարդուն միայնակ ինձ մոտ եւ դուք հեռացեք։ Ամենքը զարմանալով հեռացան, անծանոթին տարան վրանը, վարագույրը կրկին ցած իջավ։ Օրիորդը նշան տվեց յուր մոտ եղողներին նույնպես հեռացան։ Ինքը եւ անծանոթը մնացին միայնակ, նա հարցրեց. Ինչպես է քո անունը։ Մալխաս։ Այժմ որտեղ է իշխանը։ Բանակ է դրել աղթամարան նավամատույցի մոտ, ուրեմն նա եկած է եղել ինձ տեսնելու, մտածեց նա խորին տխրությամբ, իսկ իմ փոխարեն տեսավ մեր ամրոցների ավերակները, ուրեմն նրան հայտնի են ցավալի անցքերը։ Որքան մարդիկ ունի յուր հետ։ 50 հոգի հազիվ կլինի։ Ինչու այդքան սակավ։ Չգիտեմ, օրիորդ։ Քեզ ինչու համար ուղարկեց։ Ինձ ուղարկեց, որ որոնեմ, գտնեմ Ռշտունյաց մեծափար օրիորդին եւ իմ տիրոջը իմացում տամ, թե որտեղ է գտնվում նա։ Օրիորդը մտածության մեջ ընկավ։ Սամվելը նրա սիրելին, նրա ուրախությունն ու կյանքը ցանկանում էր տեսնվել նրա հետ։ Այդ տեսությունը որքան եւ աղձալի էր, այնքան եւ դժվարին։ Որտեղ տեսնվի։ Արդյոք ինքը գնա նրա մոտ, թե նրան ժամանակ նշանակե, որ գա յուր մոտ։ Սամվելն այդ վերջինն էր խնդրում, բայց կարող էր նրան ընդունել յուր բանակում։ Արդյոք չէր հանդիպի նա անսպասելի վտանգների։ Ինչպես ընդուներ այն մարդու որդուն, որ ավերակ դարձրեց Ռշտունյաց ամրոցները, որ գերի տարավ Ռշտունյաց տիկնոջը։ Նրան լավ հայտնի էր, թե որ աստիճան յուր մարդիկը կատաղած էին Մամիկոնյանների եւ առհասարակ տարոմցիների դեմ։ Ինչ ասել նրանց, ինչով հանգստացնել նրանց։ Նա խորին տատանման մեջ նայեց յուր շուրջը, նազելի դեմքը արտահայտում էր անզուսպ անհամբերություն, որոնում էր մի ելք, բայց դրությունները պակասում էին նրան։ Մալխասը ապշած կերպով նայում էր նրա վրա, նայում էր եւ ուրախանում էր, որ յուր Տերը վայելում է երկրի ամենաչքնաղի եւ ամենաշնորհալի սերը։ Նա ցած իջավ բազմոցից, մոտեցավ վրանի վարագույրին, ուշի կերպով բարձրացրեց նրա եզրը եւ նայեց դեպի երկինքը։ Դեռ բավական գիշեր կար, պետք էր օգուտ քաղել գիշերային խավարից։ Վճռեց ինքը գնալ Սամվելի մոտ, բայց տեսնվիլ նրա հետ ոչ թե Մամիկոնյանների բանակում, այլ մի չեզոք տեղում։ Նա կրկին նստեց բազմոցի վրա եւ դառնալով դեպի Մալխասը հարցրեց. Դու ծանոթ ես մեր կողմերի հետ։ Այո, օրիորդ։ Դու տեսել ես Մանազկերտը։ Այո, օրիորդ։ Այնտեղից Մանաճիհրը Սուրբ Հակոբ մծբնա այրապետի 7 սարքավակներին նետեց ծովը, Ռշտունյաց բոստանից շատ հեռու չէ։ Քեզ ծանոթ է այն աղբյուրը, որ բխում է Մանազկերտի ստորոտից։ Այո, օրիորդ։ Այդ աղբյուրը գոյացել է Սուրբ Հակոբ մծբնա հայրապետի արտասուքներից, երբ նրա սարքավակներին ծովը նետեցին եւ ինքը լաց եղավ։ Աղբյուրի մոտ կա մի վայրենի տանձենի, որի ոստերից կանայք շորի կտորներ են կախում, երբ ջերմ ու տենդ ունեն։ Լավ, որքան ժամանակում կարող ես հասնել իշխանի մոտ։ Եթե ինձ կրկին չբռնեն, դեռ լույսը չծակած կհասնեմ։ Քեզ չեմ բռնի, կգնաս կհայտնես իշխանին, որ նույն արտասուքի աղբյուրի մոտ սպասե ինձ։ Նա տվեց յուր մետաքսյա թաշկինակը Սուրանդակին պատվիրելով։ Այդ նշանը կկապես նիզակի ծայրին եւ ոչ մի ռշտունցի չի մոտենա քեզ։ Նա կանչեց յուր դրանիկներից մեկին հրամայելով. Տար այդ մարդուն ասա, որ դրա զենքերը տան եւ շուտով ճանապարհ դնեն։ Մալխասը ծունր իջավ համբուրեց օրիորդի պատմուճանի քղանցքի ծայրը եւ ապա դուրս եկավ վրանից։ Օրիորդը մնաց միայնակ, գոհ եւ բախտավոր, կրկին անգամ հանեց մատանին եւ խորին հրճվանքով նայում էր նրա վրա։ Յուր ոգևորության մեջ այն աստիճան հափշտակվեցավ նա, որ մոտեցրեց մատանին յուր բոցավառ շրթունքներին եւ նրա աչքերը լցվեցան ուրախության արտասուքով։ Այդ լուր անբարբար առարկայից լսում էր սիրելի ձայնը, այն էակի, որ յուր համար այնքան թանկագին էր, որ յուր համար անփոխարինելի էր։
Այդ սառն անշունչ առարկայից զգում էր նրա շունչի ջերմությունը և հոգով միանում էր նրա անմոռանալի հիշատակի հետ։ Նա կանչել տվեց յուր հազարապետին, հրամայեց. «Կպատվիրես, որ թամբեն իմ նժույգները, 10 թիկնապահներ պատրաստ լինեն ինձ հետ գալու»։ «Հիմա» հարցրեց հազարապետը զարմանալով։ «Այո, այս րոպեիս»։ Հրաֆի Սամվել։